Կառավարությունն այս տարի էլ օրիգինալ չգտնվեց եւ որևէ կերպ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե ինչ կապ կա այս փաստաթղթի միջև եւ այս փաստաթղթի միջև։ Այս երկու գրքույկների մեջ որևէ կապ չկա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ որևէ կապ չկա ձեր նախընտրական ծրագրի հետ 116 էջ ամբողջը չեմ տպել, բայց վստահ եմ սա ձեզ ծանոթ է։ Բայց ինչի մեջ, որովհետև ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, վերջը, ինչ ծրագիր եք իրականացրել։ Մարդը խոստովանեց, որ մի բան խոստացել են, ուրիշ բան արել են։ Կոպիտ ասած ժողովրդին խաբել են, գցել են։ Բայց ով է մեղավոր, իհարկե հպարտ ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր հայտարարում են, թե Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է։ Չեն բացառում, որ վաղը ասեն ադրբեջանցիները օգնեցին հաղթելու հայկական մաֆիային եւ նաեւ միջազգային մաֆիային, Կոզա Նոստրա եւ այլն։ Հաղթեցինք։ Դե հիմա ադրբեջանցի ոստիկաններն թող գան, որ օգնենք, որ փողոցում այդ մարդիկ իրար չսպանեն։ Երբ թերթը բացում ես, կրակել են, սպանել են, վրաերթա տեղի ունեցել, ադրբեջանցի ոստիկաններն թող գան ստեղ։ Ավելին ասեմ ձեզ, արդեն հայտարարել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ումից է երաշխավորում, չեն ասել, բայց որ երաշխավորն ասել են, այնպես որ շատ չզարմանաք, որ վաղը Ադրբեջանի ասկյարներին էլ գան, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվի։ Ավարտեք։